Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պարոն վարչապետ, երեք մեր եթերում Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը եւս խոսեց արտաքին կառավարման մասին մայաթորի, ուղիղ չեմ ցիտում, բայց մոտավորապես դա ասած իմաստը դա էր, որ մայաթորը կառավարվում է դրսից, դուք եւս այդ մասին խոսել եք, ռիսկերի մասին նորեն խոսեցիք, պարոն վարչապետ, այս արդյոք ուսումնասիրություն արվում է այդ ուղղությամբ, կամ մարվելական հանձնարարական եղել է ձեր կողմից, որովհետեւ ինչպես նշեցիք, այդ խոցելիությունները օտարերկրյա հատուկ ծառայությունները կարող են օգտագործել եւ եթե այս բազմաթիվ մարդիկ, բազմաթիվ կողմեր, այդ թվում եկեղեցու ներսից բարձրաստիճան հոգեվորականներ են այդ մասին խոսում, միգուցե դրանք ավելի մոտ են ճշմարտությանը, ուսումնասիրություն կա, գուցե ապացույցներ անգամ կան։ Գիտեք, ամենամեծ խնդիրն է, որ ուսումնասիրելու բան չկա է։ Պետք է ուղղակի ուշադիր նայել եւ տեսնել են ինչ որ կատարվում, այսինքն ինչը ուսումնասիրես։ Ուսումնասիրում են անհայտը, բայց ակնհայտը ինչով ուսումնասիրես։ Մենք պետք է ուղղակի շատ ուշադիր լինել եւ արձանագրել։ Իմիջայլոց մի շատ կարևոր եւ հետաքրքիր փաստ, որ ըստ էության ստացվում է, որ հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցին նախորդող շրջանում ամբողջական եւ հստակ կանոնակարգում եւ կանոնադրություն այդպես էլ նորմալ չի ընդունել։ Եվ միջև վերջին այդպիսի փաստաթուղթը ցարական պոդոժենի կոչվող փաստաթուղթն է, որի ավանդույթով մեծ հաշվով, որի ավանդույթները միջև այսօր էլ շարունակվում է եւ նույնիսկ արդարադատության նախարարությունում գրանցած այն փաստաթղթում, որը ներկայացված է կանոնադրություն, դա ընդգծված է եւ արձանագրված է կանոնադրություն ընդունելու անհրաժեշտությունը։ Կանոնադրություն, որը ի վերջո կանոնակարգի հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու գործունեությունը եւ հարաբերությունները։ Եվ ուզում եմ ֆունդամենտալ խնդրի անդրադառնալ բարեվարկություն։ Ես շատ բարձ հարց եմ տալիս։ Մենք այսքան մեխանիզմներ ենք ստեղծում, որպեսզի պետական պաշտոնյաների բարեվարկության, երաշխավորման եւ հաշվետվողականության մեխանիզմներ ձևավորեն, իսկ ինչու դա պետքա չլինի հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցում։ Էլի եմ ասում, այսօր ես ավելի եմ համոզվում, որ հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցին գտնվում է պարզապես աղետալի վիճակում։ Բազմաթիվ հոգևորականներ ուղղակի ապրում են չքավորության եզրի։ Մինչդեռ մի այլ խումբ հոգևորականներ շատ մեծ հարստություններ ունեն։ Եվ սա խնդրեմ է, որը պետք է լուծել։ Մեր եկեղեցիներում համատարած երգչախմբեր չկան, որը պարտադիր կարևոր պայման է պատշաճ պատարակներ մատուցելու եւ ծառայություններ իրականացնելու համար եւ այլն եւ այդպես շարունակ։ Էլ չեմ ասում բարեվարկության մասին։ Եվ սա մի հարց է, որը նաեւ առնչվում է պետական քաղաքականության հետ եւ մենք նախկինում էլ բազմիցս ասել ենք, մենք կարծում ենք, որ հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցին պետք է գործի թափանցիկության դաշտում, այդ թվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը լիարժեքորեն համապատասխան եւ բազմիցս ասել եմ այդ թվում հարկային օրենսդրությանը համապատասխան եւ ասել եմ բազմիցս, որ կառավարությունը եւ այսօր էլ հստակ ասում եմ, որ եկեղեցու գործունեության արդյունքում գեներացված հարկային եկամուտները 100%-ով կվերադարձվեն եկեղեցուն եւ դեռ մի բան էլ ավելի, ես իմ նշած բոլոր հարցերը, ինչու պիտի օրինակ հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու հոգեվոր ծառայողները սոցիալական երաշխիքների մի մինիմալ համակարգ չունենան, ինչու։ Մարդիկ, որ հեռավոր եկեղեցիներում են ծառայում, հեռավոր գյուղերում են ծառայում, մենք գիտենք այդ մարդիկ ոնց են ապրում, ինչ սոցիալական վիճակում են ապրում։ Բազմաթիվ մարդիկ չքավորության մեջ են պարզապես ապրում։ Ում խնդիրն է դա։ Դա այդ թվում հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու հավատավոր հետևորդների, բայց նաև կառավարության խնդիրն է, պետության խնդիրն է։ Եվ ես նկատի ունեմ այս խնդրի մեջ բազմաթիվ շերտեր կան, եւ այդ շերտերին, բոլոր շերտերին պետք է խնամքով եւ հոգատարությամբ մենք անդրադառնանք։ Հաջորդ հարցը Նարեկ Յակոսյան
Շնորհակալություն, պարոն վարչապետ, Տեր Ռուբեն անունով մի քահանա ազանգում է այն մասին, որ ԱԱՑ-ն գնացել է իր մոտ եւ առաջարկել է, որ պատարակի ժամանակ, որը հավանաբար տեղի ունենալու առաջին կիրակի օրը, վեհապարի անունը չհնչեցնի, ասում է, եկան, ասեցին, բա Տեր Հայր ջան, խնդրում ենք վեհապարի անունը չտաս։ Այս քահանան եթե օրինակ լիներ ընդդիմադիր հայացքներով քաղաքացի, ինչ որտեղ կմտածենք, որ չափազանցնում է, բայց նա ըստ էության ձեր աջակիցն է, ասում է ազգընտիր վարչապետը գա, ես իր համար պատարակ կմատուցեմ, բայց միայն թե ԱԱՑ-ը ինձ մի ստիպի, որ ես շեղվեմ 25 տարվա իմ այս տեքստից։ Արդյոք պարոն վարչապետ, ԱԱՑ-ն գնում է հոգևորականների մոտ եւ ինչ որ նոր տեքստեր է առաջարկում, որ հնչեցնեն այն պատարակներին, որոնց դուք եք մասնակցում, թե ոչ։ Ես գնում եմ այն պատարակներին, որտեղ Կտրիչ Ներսիսյանի անունը չի հնչում։ Մենք խնդրում ենք, երբ որ ես մտադիր եմ մասնակցել, մենք խնդրում ենք, որպեսզի այս փաստը, որ մենք համարում ենք, որ Կտրիչ Ներսիսյանը կաթողիկոս չէ, հաշվի առնվի։ Մի դեպքում կարող է ծանոթ լինել, դա կարող է ԱԱՑ աշխատող լինել, մյուս դեպքում կարող է որևէ տեղ աշխատող չլինել, երրորդ դեպքում կարող է ծանոթ լինել, չորրորդ դեպքում կարող է բարեկամ լինել, հինգերորդ դեպքում կարող է իմ օգնականը լինել, 6-րդ դեպքում կարող է 6-րդ մարդ լինել, 7-րդ դա կախված է նրանից, ով ում ճանաչում է եւ ով ինչ անձնական կապեր ունի։ Այստեղ ԱԱՑ-ն եւ մյուս ինստիտուտները կապ ունեն այնքանով, որքանով որևէ մեկը որևէ մեկին ճանաչում է։ Այնպես չի, որ քահանաները պետական մարմինների հետ մենակ իմ պատարակ գնալու առիթով են շփվում, իրենք բազմաթիվ հայտնի եւ ոչ այդքան հայտնի առիթներ կան, որ շփվում են, այնպես որ շատ մի նեղվեք այդ փաստերից։ Գիտեք, ցանկացած տեղ, որ ես գնում եմ պատարակի, ուրեմն այնտեղ, որտեղ ես մտադրություն ունեմ գնալ պատարակի, ոչ միայն ես, Հայաստանի Հանրապետության վարչապետը եւ պետական պահպանության ենթակա ցանկացած անձ։ Եթե ես որևէ եկեղեցի պետքա գնամ պատարակի, այդ պահից սկսած այդ տեղը համարվում է պետական պահպանության ենթակա օբյեկտ եւ այնտեղ իրականացվում են գործողություններ։ Այդ թվում եկեղեցում իրականացվում են անվտանգության գործողություններ, արվում են վերլուծություններ, մարդկանց մոտեցումների, իրենց հայացքների, ծայրահեղ կամ ոչ ծայրահեղ հայացքների անվտանգությունը ապահովելու համար։ Սա ոչ մի նորություն այստեղ չկա։ Նույն բանի մասին եմ։ Ես ներողություն եմ խնդրում։ Ես իմ անվտանգության հարցը մի րոպե ասեմ ձեզ։ Այդ որ էդ էլ է շատ կարևոր։ Ես իմ անվտանգության հարցը առաջ չեմ քաշում, ես առաջ եմ քաշում պետության անվտանգության հարցը եւ այդ թվում այն քաղաքացիների անվտանգության հարցը, որոնք կարող են այդ պահին գտնվել այդտեղ, որովհետեւ այս հարցն էլ երբեմն ճիշտ ընկալում չունի։ Ասում են, վայ գնացին վարչապետի անվտանգությունը, մի րոպե հիմա հնարավորություն կտակ, վարչապետի անվտանգությունը եւ այլն, ես նախ վարչապետի եւ պետական պահպանության ենթակա անձանց անվտանգությունը ապահովելը օրենքով սահմանված պարտավորություն է, որը գործում է աշխարհի բոլոր երկրներում, այդպիսի երկիր չկա, որ դա չի գործում, իսկ անվտանգության մի քանի այդ թվում բովանդակային ապահովության շերտեր կան։ Եվ հաջորդ հարցը Սա ոչ մի չի ասում, որ ձեր անվտանգությունը չպետք է ապահովի, բայց ստատուտի անունը, որ հնչեցնում է, ձեր կամ եկատեղիների կյանքին ինչ կտանք ես պահում, որ ԱԱՑ աշխատողը գնում է եւ այս դեպքում Գյումրու հոգեվորականին ասում է Տեր Հայր ջան, վարչապետը պետք է գա, հոգեվորականին Սա ինչպես է կտանում ձեզ։ Որովհետեւ Կտրիչ Ներսիսյանը սպառնալիք է Հայաստանի պետական անվտանգությանը։